Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ, և Տերը նրա վրա դրեց մեր ամենքի մեղքը։ Ամենքս մոլորվեցինք։ Հռովմեացիս Г 9:12-ում Աստծո խոսքը որոշակի ասում է, թե ամեն մարդ, կին և մանուկ, մեղավոր է։ Եվ հիմա ի՞նչ, ավելի ենք։ Ամենևին ոչ, որովհետև առաջ մեղադրեցինք հրեաներին և հեթանոսներին, թե ամենքը մեղքի տակ են, ինչպես որ գրված է, թե արդար չկա, մեկն էլ չկա, չկա իմացող, չկա Աստծուն խնդրող, ամենքը խոտորեցին, միասին անպիտան եղան։ Չկա բարություն անող, մինչև իսկ մեկն էլ չկա։ Հռովմեացիս Г 22 և 23 համարներում ասվում է. խտրություն չկա, որովհետև ամենքը մեղանչեցին և Աստծո փառքից պակասել են։ Եվ ճիշտ սրա համար էր, որ Հիսուսն Նիկոդեմոսին ասաց Հովհաննու Г 7-ում. մի զարմացիր, որ ասացի, թե քեզ պետք է վերստին ծնվել։ Նույն գլխի 18 համարում գրված է. նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է։ Այս համարները որոշակիորեն հաստատում են, թե Աստծո խոսքը հավատացողն ընդունում է իր մեղավոր լինելը, և որ առանց Հիսուսին հավատալու չի կարող փրկվել, այլ կորած մեղավոր է և փրկության կարիք ունի։ Չար է նրա սիրտը, միայն Աստված կարող է նրան փոխել։ Արդ, եթե դու ուզում ես փրկվել, պետք է ընդունես և ասես. ես մեղավոր եմ, ես կորած եմ և փրկվել եմ ուզում։ Ոչ ոք փրկված չէ և չի կարող փրկվել առանց Հիսուսի մոտ գալու իբրև մեղավոր։